Հրդեհ, պայթյուն, փլուզում, ճամբարակում, զոհեր, վիրավորներ կան։ Աշխարհիկ հոգևոր իշխանություն անդունդը ավելի է խորանում, որտեղ են ավարտվում պետության լիազորություններն ու որտեղ է սկսվում եկեղեցու իշխանությունը։ Գիշերը կրակում են, ցերեկը մարզվում ադրբեջանա-թուրքական զորավարժություն Հայաստանի հետ սահմանին։ Մուտքը Ամերիկա արգելված է ապօրինի միգրանտների համար, արտաքսման ալիքի հետ ալեկոծվում են ցույցերը։ Գյուղացին չգիտի, երբ փոխհատուցում կտան կարկտից տուժած բերքի համար։ Վրաստանի սահմանին հայկական բեռնատարներն են կանգնած։ Քովիդը կրկին գլուխ է բարձրացնում, նոր շտամ կա, նոր կյանք 5 գործիքին, 7 քամանչա, 1 բեմում։ Եվ հունիսի 13-ից կբացվի Երևան-Սևան շորժա էլեկտրագնացքի երթևեկությունը։ Բարի երեկո, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես թողարկումը սկսենք Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքով վերջին տվյալով ճամբարակի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 11 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, տեղափոխվել բուժկենտրոններ։ Որոնողափրկարարական եւ մաքրման աշխատանքներին 230 փրկարար է մասնակցել։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ժամի հետ զրույցում հայտնել է, որ տուժածներից 2 հոգի դուրս են գրվել հիվանդանոցից։ Դեպքի մանրամասները տեսանյութում։ Ճամբարակի բազմաբնակարան շենքում առավոտը խաղաղ չէր։ Շենքի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հարկերում տեղի ունեցած պայթյունը խլեց մի քանի հոգու կյանք։ Տասնյակ մարդիկ, նաեւ անչափահասներ, տարբեր վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխվեցին։ Գեղարքունիքի մարզպետը ժամին տեղեկացնում է, որ որոնողական աշխատանքների ընթացքում երեկոյան փլատակներից գտել են նաեւ 5-րդ զոհին։ Քանի զոհ ունենք հիմա ընդհանուր։ 5 մահացած ունենք։ Իսկ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դադարեցրել են, հիմա արդեն քննչական գործողություններ իրականացան։ Այսինքն անհետ կորած այլևս չկա։ Ոչ, չունենք։ 2 հոգի սպայն ունենք արդեն հիվանդանոցից դուրս գրված, ճամբարակի առողջության կենտրոնում ունենք 5 հոգի եւ 3 հոգի ունենք Երևան տեղափոխված, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրություն։ Գազի արտահոսք, հրդեհ, պայթյուն։ Այս շղթան հենց այս հերթագրությամբ է սովորաբար ձևավորվում եւ ցավալիորեն վերջնարդյունքում արդեն ուշ է լինում ինչ-որ բան փոխել։ Պայթյուն ա եղել նախնական գազի ենթադրում ենք, թե ինչ պայմաններով խի ա եղել առայժմ ես ոչինչ չեմ կարող ասել, սեյսմիկ ծառայությունը այնը աշխատում են իրանք։ Այստեղ միգուցե խախտել են ինչ որ գազն են բաց թողել, զուտ այդ տեսակետն է։ Ենթադրում են ծեր կին ա, էլի ում տանից որ եղել ա, ինքը մի քիչ տարիքով կին ա, ու հիշողության հետ է խնդիր ունի, երևի թե բաց ա թողել գազը, տենց են ենթադրում։ Մասնագետները հիշեցնում են, անվտանգության կանոնները պարզ են, քայլերը հասանելի այդպիսի ողբերգություններից խուսափելու ու դրանք կանխելու համար։ Պայթիկան ցույց է տալիս, որ պայթյունները հիմնականում լինում են կամ դիտավորություն, կամ հիմնականում լինում են վարժանոցի կողմից անփոփոխություն։ Այսինքն պայթյուն համար պետք է ընդհանրապես գազ բաց թողնել, եթե գազից է պայթյունը։ Տարվա ընթացքում ըստ մասնագետների մի քանի անգամ համապատասխան կառույցները գործողություններ են ձեռնարկում, մաքրում են խողովակները, պրոֆիլակտիկ միջոցառումներ նախաձեռնում այդպիսի դեպքերը բացառելու նպատակով եւ հորդորում ցանկացած դեպքում գազի հոտ առնելիս անմիջապես զանգահարել 104։ Իրանք իրազեկվում են, որ պետք է բացեն պատուհանները, փակեն գազի փականները եւ չգազավորված սենյակից զանգեն 104 շուրջօրյա հերթապահ ծառայություն։ Հրանգավորվում են նաեւ ուղեցույցներ բաժանվում, որտեղ նկարներով պարզ հրանգավորումները կա, որ գազօջախներին երկար ժամանակ ինչ որ ճաշ կամ ջուր տաքացնելիս առանց հսկողության չթողեն շուշուտ օդափոխեն սենյակը։ Փորձագետները, մասնագետները միաբերան հորդորում են զգույշ լինել, ուշադիր լինել, պարբերաբար օդափոխել սենյակը եւ գազի հոտ առնելու դեպքում անմիջապես դիմել համապատասխան ծառայությանը։ Հասմիկ Անտոնյան, ժամը լիատվական։ Աշխարհիկ հոգևոր իշխանություն անդունդը օրորի ավելի է խորանում։ Իշխանությունը վարչապետի գլխավորությամբ ամենայն հայոց հայրապետին մեղադրում է Աստծուն եւ եկեղեցուն տրված ուխտը խախտելու կուսակրոնության ընդունումից հետո երեխա ունենալու համար։ Մայրաթորից պատասխանում են եկեղեցու հարցերը միայն եկեղեցականները կարող են լուծել ու արտաքին միջամտություն թույլ տալ չեն կարող։ Իսկ ինչ է ասում մայրօրենքը, որտեղ է ավարտվում պետության լիազորությունները եւ որտեղ է սկսվում եկեղեցու իրավունքները։
Երևան վերադարձող Գարեգին երկրորդին կեսգիշերն անց հավաքված բազմությունը դիմավորեց օդանավակայանում, նպատակը հայրապետին աջակցություն հայտնելն էր։ Ինքը ամենայն հայոց կաթողիկոսը դիմեց հավաքվածներին, հորդորեց ամուր պահել հավատն ու միաբանությունը։ Գիտենք, որ այդ արտահայտությունները հնչեցված վարչապետի կողմից համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակացման։ Իսպյուրս աշխարհի։ Հավատում եմ, որ Աստուծո ողորմությամբ և օգնականությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուսականության ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Փաշինյանը, որ երեկ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարան ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգն առաջ բերեց ու դրա կազմակերպչական հարցերով զբաղվող խմբի անդամների քաստինգ հայտարարեց, այսօր արդեն Մայրաթորից պարզաբանումներ է պահանջում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի համաձայն հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների, ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Սահմանադրական իրավունքի մասնագետը պարզ է ձևակերպում, մեր մայր օրենքում ուղղակիորեն սահմանված են վարչապետի լիազորությունները ու դրանք որևէ կերպ չեն խաչվում ներեկեղեցական հարցերի հետ, այդ թվում ոչ կուսակրոնության, ոչ կաթողիկոսի ընտրության մեջ բերում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։ Ըստ մեր սահմանադրության ուղղակիորեն միջամտության հնարավորությունը նախ բացակայում է այդ համատեքստում երկրորդ վարչապետը բարձրաստիճան պաշտոնատար անձ է ում գործառույթները, լիազորությունները, պարտականությունները հստակ սահմանված են։ Բարձրաստիճան պաշտոնատար անձին, ինչպիսին օրինակ վարչապետն է, իրավասու են կատարելու գործողություն միայն այնպիսի գործողություններ, որոնք նրան դիազորել է սահմանադրությունը կամ օրենքը։ Հիմա վարչապետը իրավունք չունի անելու այն, ինչ ինքը անում է։ Եկեղեցին ինքն իր ներսում պետք է քննության առնի այս հարցերը ու որոշումներ կայացնի։ Արտաքին միջամտություն օրենքը թույլ չի տալիս։ Շարունակելով միտքը սահմանադրագետը մտահոգություն է հայտնում, թե գուցե նոր սահմանադրությունը գրելիս արդեն հաշվի առնեն այս իրողություններն ու վերանայեն, այսպես ասենք, պետական միջամտության սահմանափակումները։ Տիգրան Ուիկուրխինյան, ժամը լրատվական։ Հայաստան Նախիջևան սահմանին հենց մեր քթի տակ թշնամին զորավարժանք է անցկացնում ցերեկը գիշերը կրակում Սյունիքի գյուղերի ուղղությամբ, բայց մարզպետը հավատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է լինել։ Հարցին թե լուրեր կան, որ սյունեցիները լքում են սահմանապահ գյուղերը, մարզպետը արձագանքել է, ինչ էլ լինի սյունեցին իր հողը չի լքի։ Թեման Նայիրի Մուրադյանի տեսադաշտում։ Սյունիքում այս օրերին էլ կրակոցի ձայներ են լսվում, պարբերաբար։ Մարզպետը տեղեկացրեց, կրակոցներն ավելի շատ գիշերային ժամերին են։ Պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ հակառակորդն այս կերպ փորձում է խուճապ տարածել։ Կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Խուճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ են։ Այս օրերին Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում։ Այս ամենի ֆոնին Սյունիքի մարզպետը դեռ հավատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է լինելու։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Քանի դեռ խաղաղություն չկա, միշտ վտանգը կա, բայց ես որ լավ մանրամասն տեղյակ չեմ, այդ զորավարժությունները ինչ բնույթի են, ինչ են, դա երևի թե կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցը տակ այն գերատեսչություններին, ովքեր որ ուղիղ զբաղվում են այդ հարցը։ Մի քանի օր առաջ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի տեղ համայնքի անչափահաս բնակիչներ Կարեն Ջահանգիրյանը եւ Անդրեյ Գյագունցը գիշերը ժամը 1:20-ի սահմաններում Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Սյունիքի մարզպետն այլ տեղեկություն հայտնեց տղաների անհետանալու մասին։ Այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը
ես կարծում եմ ավելի շատ սպասել են մուտքնի նոր վերադառնան։ Ինչպես է իրավասու կառույցը հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնել ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքերը դա այդ հատվածում չի ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են չէ տեղացիները ասում են հաղորդում են ընկերներ ծնողները ընտանիքի անդամները ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած է Մարսպետը հերքեց լուրերը, թե սյունեցիները արտագաղթում են։ Ավելին, նա համոզված է, որ ինչ արտակարգ իրավիճակ էլ լինի, մեկ է, նրանք չեն լքի հողը։ Հակառակորդի կրակոցների տակ էլ սյունեցիները շարունակում են ապրել իրենց առօրյա հոգսերով եւ գյուղատնտեսական գործը տեղը տեղին անելով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել գերիների, պատանների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ ԱԱԾ-ից հայտնում են, որ ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրել է նախորդող ժամանակահատվածում իրականացրած հանդիպումների արդյունքները վերահաստատելով հանձնաժողովի հանձնառությունը շարունակելու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ համալիր եւ համակարգված աշխատանքը։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն էլ ներկայացրել են անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ կոմիտեում կատարվող քննության արդյունքները։ Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակել է խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել քաղաքացիական պայմանագրի եւ անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ, գրել է Օհանյանը։ Իսկ ավելի վաղ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն էր հայտարարել, որ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար կա 6 պատգամավորի ստորագրություն։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Մուտքը Ամերիկա արգելված է ապօրինի միգրանտների համար, արտաքսման ալիքի հետ ալեկոծվում են ցույցերը։ Գյուղացին չգիտի, երբ փոխհատուցում կտան կարկտից տուժած բերքի համար։ Վրաստանի սահմանին հայկական բեռնատարներն են կանգնած։ Քովիդը կրկին գլուխ է բարձրացնում, նոր շտամ կա։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք շարունակենք թողարկումը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բարսեն այսօր այցելել է Հայաստան։ Եվրոպայի խորհրդից հայտնում են, որ այցը տեղի ունենում Հարավային Կովկասի համար վճռորոշ պահին։ Գլխավոր քարտուղարը հերթական անգամ կհաստատի, որ Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի, վարչապետի, ազգային ժողովի նախագահի եւ արդարադատության նախարարի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին Երևանից որևէ ազդանշան չի ստացել։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելությանը, ապա Զախարովան նշել է, թե Մոսկվան տեղյակ է նաև Բաքվի մտահոգությունների մասին կապված Եվրամիության առաքելության գործունեության հետ։ Хорошо известно, чем занимаются сотрудники, это так называемые миссии. Լավ հայտնի է, թե ինչ են անում այսպես կոչված առաքելության աշխատակիցները։ Նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Իհարկե չեն զեկուցում Երևանին եւ չեն նպաստում տարածաշրջանում որևէ կայունության։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին, մենք որևէ ազդանշան չենք ստացել Երևանից դրա հնարավոր դուրսբերման վերաբերյալ։ Հանրապետության պաշտոնյաները հաստատում են, այդ թվում հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան։ Երևանը հասկանում է, որ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր տարրն է։ Կայանի տեղակայումը եւ գործունեությունը կարգավորվում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ փաստաթղթերով։ Այս հարցը երբեք ոչ ոք չի բարձրացրել Ադրբեջանի հետ մեր փոխգործակցության համատեքստում կամ հարթությունում։
Եթե Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունները տապալվեն եւ Միացյալ Նահանգների հետ հակամարտություն սկսվի, ապա Իրանը կհարվածի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, հայտարարությունը Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեինն է։ Իրանի եւ ԱՄՆ-ի բանակցությունների 6-րդ փուլից մի քանի օր առաջ։ Հիշեցնեմ, որ մինչև այժմ Օմանի միջնորդությամբ Իրանը եւ Միացյալ Նահանգները բանակցությունների 5 փուլ են անցկացրել, 3-ը Մասկատում, 2-ը Հռոմում։ Սպիտակ տունը պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի ուրանի հարստացման բոլոր գործողությունները։ Միլիարդատեր Իլոն Մասկը զղջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին արված գրառումների համար։ X-ում Մասկը գրել է, որ դրանք չափազանց հեռու են գնացել։ Հիշեցնեմ, որ միլիարդատեր գործարարի եւ Սպիտակ տան ղեկավարի միջև լարվածությունը հրապարակային դարձավ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից Մասկի հրաժարականից հետո։ Մասկը մասնավորապես քննադատեց Թրամփի առաջարկած բյուջեի եւ հարկերի կրճատման մասին օրինագիծը, պնդելով, որ այդ նողկալի օրենքի ընդունումը կտրուկ կավելացնի ԱՄՆ արդեն իսկ հսկայական պետական պարտքը։ Իսկ ամերիկյան երազանք կմնա միլիոնավոր ապօրինի միգրանտների համար, այդ թվում մեր որոշ հայրենակիցների։ Հատկապես Մեքսիկայով սահմանը հատած քաղաքացիներին անկախ ազգությունից Սպիտակ տունը հորդորում է վերադառնալ այնտեղ, որտեղից եկել են։ Հակառակ դեպքում միգրանտներին խոստանում են ուժով հեռացնել։ Այս հարցում Թրամփի վարչակազմը անդրդվելի է, իսկ զուգահեռ միգրանտներին արտաքսելու դեմ բողոքի ցույցերը ալեկոծում են ԱՄՆ 10 նահանգները։ Ապօրինի սահման հատել, անցնել հազար ու մի փորձություններով կամ մի կերպ տեղ հասնել ու մնալ առանց որևէ փաստաթղթի, միայն թե հասնել երազանքի երկիր Ամերիկա։ Եթե սկզբում թվում էր, թե ամեն ինչ լավ է, ապա Թրամփը եկել է ասելու, որ իրականում ամեն ինչ ավարտված է։ Օրինական փաստաթուղթ չունես, ուրեմն պետք է լքես Ամերիկան։ Թրամփի խիստ ներգաղթային քաղաքականության, մասնավորապես ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքի ցույցերը Լոս Անջելեսում մեծանում են ձնագնդի էֆեկտով։ Ամեն օր մեծ թվով ազգային գվարդիայի զորքեր են դուրս գալիս փողոցներ, հրավառ նյութեր են կիրառվում, ցուցարարները հրդեհում են տարածքներ, ներկում շենքեր, կոտրում խանութների ցուցափեղկեր։ Ուժայինների հետ պարբերաբար բախումների հետևանքով կան շուրջ 500 ձերբակալվածներ։ Ըստ տարբեր աղբյուրների վիրավորների թիվը հատում է 200-ը։ Այս գիշեր Կալիֆոռնիայում նույնիսկ պարետային ժամ է հայտարարվել։ Ալիքը կարծես թե Կալիֆոռնիա նահանգը չի կարողանում կարգավորել, որովհետև անկարգությունները զանգվածային են, պարբերական են, եւ դրա համար Թրամփը որոշել է գվարդիային ներգրավել։ Պարբերաբար այսի կոչված կառույց ռեյդեր իրականացնում է ամենատարբեր քաղաքներում, այդ թվում նաեւ Կալիֆոռնիայում, եւ այդ թվում նաեւ որոշ հայ միգրանտներ դեպորտացիայի ենթարկվել եւ ուղարկվել են կամ ուղարկվելու են Հայաստան։ Հայերի կամ առհասարակ որևէ ազգության ապօրինի միգրանտների մասին հստակ թվային տվյալներ չկան, բայց Ամերիկա գետն ասում է, անկախ նրանից, թե ինչ խմբեր են փողոց դուրս եկել, Թրամփի այս ծանր օրենքը տարածվում է բոլոր ապօրինի միգրանտների, այդ թվում մեր հայրենակիցների վրա։ Արտաքսման մեծ ալիքի ամեն դեպքում պետք է սպասել։ Ապօրինի միգրանտները մնում են Միացյալ Նահանգների համար ապօրինի միգրանտներ եւ տարբերություն չկա, թե որտեղ քաղաքացիներ են, դրանք կլինեն Հայաստանի քաղաքացի, դրանք կլինեն Էլ Սալվադորի քաղաքացի, Մեքսիկայի քաղաքացի եւ այլն, բոլորը ենթարկվում են դեպորտացիայի։ Գիտենք, որ առաջիկայում նման ալիք նաեւ Հայաստան սպասվում է, որտեղ այդ նույն կալանավորման վայրերում հայազգի կալանավորները բավականին մեծ թիվ են կազմում։ Խոսքը իհարկե գրում է տասնյակ հազարավորների մասին, որովհետեւ նրանք ոչ միայն Հայաստանից, այլ այն պետություններից են եղել, որ արտագաղթել են Միացյալ Նահանգներ։ Եվ որքան ծավալվում սրվում են անկարգությունները, այդքան ծանրանում է ամերիկյան քաղաքականությունը։ Զիջում չկա։ Ամերիկան փակում է դռները անկոչ հյուրերի համար։ Տիգրան Ուիգուրգինյան, ժամը լրատվական։ Եվ կրկին Հայաստան գյուղացին չգիտի, երբ պետությունը ձեռք կմեկնի կփոխհատուցի կարկուտի պատճառած վնասի համար։ Ըստ հաշվարկների միայն մայիսին տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել մոտ 9000 հեկտար տարածք։ Եթե հունիսին բնությունը բարեհաճ լինի, նոր պետությունը կսկսի փոխհատուցման գործընթացը։ Զուգահեռ այս պահին հայ-վրացական սահմանին օրերով կանգնած իրենց հերթին են սպասում կոնյակ արտահանող բեռնատարները։ Երբ հայկական ապրանքի համար կբացվեն վրացական դռները, դեռ հայտնի չէ։ Վրաստանը շարունակում է խոչընդոտել ապրանքների, մասնավորապես կոնյակի գինու արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան։ Ավելին, իրավիճակն այնքան է սրվել, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանի հատումը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։
Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից, վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բաց թողումն անցակետից։ Ազգային ժողովի падգամավորներն են դիտողություններ անում, արտահանման ոլորտը բարձի թողի վիճակում է։ Էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես ինչ է անում հարցը լուծելու համար։ Այդ ոլորտը բացի թողի վիճակում է, ինչ սպասեն, հիմա մեզ լսող կոնյակագործները, խաղաղագործները, ինչ սպասեն։ Հունիսի 1-ից մինչ օրս 50 բեռնատար արդեն հասել է ՌԴ մաքսային մարմիններին։ Մայիսին տեղացած կարկուտը ըստ հաշվարկների ավելի քան 8740 հեկտար է վնասել։ Փոխհատուցում ստացել է գյուղացին մինչև օրս։ Պարզվեց ոչ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ գյուղոլորտի պատասխանատուն հիմա էլ ասում է պետք է սպասել, թե հունիսին ինչ եղանակային պայմաններ կարող են լինել։ Այդ ամսին էլ է կարկուտ տեղում եւ ըստ Խոջոյանի կհաշվեն ամբողջական վնասի չափը, հետո միայն կփոխհատուցեն։ Ինչ եք նախատեսում, հստակ ասեք, տալու եք այդ մարդկանց փոխհատուցում, թե չէ, մնացածները ընթացքի մեջ են, վերանայելու են, ապահովագրական գործողություն բաները, կազմակերպությունները իրենց գործառույթներ իրականացրել են, չեն իրականացրել, այսօր էդի գյուղացում քիչ է հետաքրքրում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիս ամսին նույնպես պատմականորեն բավականին ռիսկային է կարգտահարության առումով, մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում, հունիսի 20-ից 25-ից հետո արդեն որոշակի ամբողջական պատկեր ունենալուց հետո նոր կկարողանանք վերջնական արձագանք։ Պատգամավորներին փոխնախարարի ներկայացրած մեկ այլ ցուցանիշ էլ վրթովեցրեց, ինչպես թե անասնագլխականակի ավելացում կա։ Խոջոյանն ընդհանրապես գյուղերում լինում է։ Դուք ընդ ձեր զեկույցում ասում եք, որ անասնապահության աճ է գրանցվել։ Արդյոք դա իրականություն է, դուք եղել եք մարզերում, անասնագլխականակի աճը անասնագլխականակ անգամներով նվազել է։ Որպես ապացույց պատգամավորը մեկ դիտարկում էլ արեց, հանրապետությունում բրուցելոզ է տարածված, իսկ էկոնոմիկայի նախարարի տեղակալի համար ըստ պատգամավորի, կարծես թե այդ իրավիճակը մտահոգիչ չէ։ Համեմատելով նախորդ տարվա հետ այս պահի դրությամբ դրական հակազդած թվերը, պետք է նշեմ, որ ոչ այնքան մտահոգիչ է եւ իհարկե կա որոշակի տարբերություն նախորդ տարվա համեմատ, բայց իրական որ առանձին համայնքներում եւ լիազոր մարմնի ցուցմամբ իրականացվում է նաեւ կրկնակի այլունառում անհրաժեշտության դեպքում։ Ասում եք բրոցիլոզի բաներ կա, բայց մտահոգիչ չէ։ Ո՞նց կարող է մտահոգիչ լինել։ Բռնկում կա այդ օրը 19-ն է։ Դրա մտահոգիչը ո՞րն է, որ դուք բրոցիլոզի հիվանդություն ունեք, կարանտինային հիվանդություն է եւ բռնկում ունեք, ասում եք մտահոգիչ չէ։ Թեկուզ մեկ անասնագլխականակը բրոցիլոզով վարակվելու օջախ արդեն տարածելի է, դա մեկ գլխականակ էլ վարակվի, բան բրոցիլոզով հիվանդ, արդեն ձեր համար պետք է մտահոգիչ լինի։ Արդյոք այդքան մատները արանքով եք նայում։ Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների արյունառում բրուցելոզի դեպքերը հայտնաբերելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մեր երկրում սուր շնչառական վարակներին զուգահեռ կորոնան նորից գլուխ է բարձրացնում։ Արդեն հաստատված 9 դեպք կա միայն վերջին 2 շաբաթվա ընթացքում։ Զուգահեռ աշխարհի տարբեր անկյուններում COVID-ի նոր տեսակ է տարածվում Ինբուսը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ այն հանրային առողջապահական համար լուրջ վտանգ չի ներկայացնում։ Կորոնավիրուսը նորություն ունի, նոր շտամ է տարածվում, անունը Ինբուս, Հնդկաստանում ու ասիական մի շարք այլ երկրներում է հայտնաբերվել, հասել նաև Միացյալ Նահանգներ։ Հիշենք COVID-ի օմիկրոն ենթատեսակը, որի ալիքը կորոնակարանտինի վերջին փուլում եկավ, ավելի թույլ էր, այս նորը, այսպես ասենք, սրա ճյուղն է, ժամին հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից են փոխանցում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականով այն դիտարկվում է որպես մոնիտորինգի տակ գտնվող տարբերակ։ Այսինքն դա իրենից ենթադրում է, որ անընդհատ իրականացվելու է համաճարակաբանական դիտարկում, համաձայն նույն ԱՀԿ-ի գնահատականի նաև համարում է հանրային առողջապահության համար վտանգ չներկայացնող, ինչպես նաև բնակչության առողջության համար լրացուցիչ ռիսկը գնահատվում է որպես ցածր։ COVID-ին բուսի առավել հաճախ հանդիպող ախտանշաններից են կոկորդի ուժեղ ցավը, սուրքերող, բայց միևնույն ժամանակ ուղեկցող թույլ հազով ու բնականաբար ջերմությունը, մկանային ցավը։ Ըստ էության այն, ինչ բնորոշ է
ուսուցչարական բոլոր վարակներին։ Բժշկի պարզաբանումն է։ Առաջին հերթին խոճապի չմատնվել, հետևել պաշտոնական տեղեկատվության։ Իհարկե առաջինը դա պատվաստումներն են COVID-ի նկատմամբ, ինչպես նաև պահել անձնական հիգիենայի կանոնները, որոնք շատ կարևոր են այս պահի դրությամբ եւ ընդհանրապես ուսուցչարական վարակների եւ COVID-ի կանխարգելման միջոցառումների համատեքստում։ COVID-ի դեմ պատերազմի վարակից պաշտպանվելու կանոններն ըստ բժշկի պարզ են։ Մասնագետն ասում է, պարզապես ինքնուրույն միջոցառումներ չնախաձեռնեք, հարկավոր է բժշկի դիմել։ Եթե ունեն ինչ-որ ախտանշաններ, թեկուզ ուսուցչարական վարակին բնորոշ ուղղակի ախտանշաններ, չզբաղվել ինքնաբուժմամբ, չայցելել մարդաշատ վայրեր, որպեսզի հնարավորինս կանխել այդպիսի տարածումը, այս պայդրությամբ մաքուր օդում գտնվելը, եթե գտնվում են փակ տարածքներում, հնարավորինս օդափոխել այդ տարածքները, իրականացնել խոնավ մաքրում։ Նոր շտամը չկա, բայց ի թիվս այլ բազմաթիվ շնչառական վարակների մեր երկրում հիմա նաև կորոնավարակ է տարածվում։ Վերջին 2 շաբաթվա տվյալներով 9 հայտնաբերված դեպք կա, ինչը դրան նախորդած 2 շաբաթների համեմատ 5 դեպքով քիչ է։ Պատասխանատուները հանգստացնում են, իրավիճակը վերահսկելի է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Նոր կյանք 5 գործիքին 7 քամանչա 1 բեմում եւ հունիսի 13-ից կբացվի Երևան-Սևան շորժա էլեկտրագնացքի երթևեկությունը։ Մեդիա աշխարհ, որտեղ կտեղա անձրև, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Բրյուսովում կրկին թեժեն կրքերը ժամի հետ զրույցում մի խումբ դասախոսներ հայտնել են, որ նոր ուսումնական տարուց էլ ժամեր չեն ունենա, այսինքն ազատվում են աշխատանքից առանց պատճառաբանության։ Բուհի ռեկտորը հերքում է լուրերը նաև այն, թե սա այլախոհներից ազատվելու միջոց է։ Կողմերին լսել է Էդուարդ Պողոսյանը։ Փաստորեն Բրյուսովում էլ չեմ դասավանդելու։ Բրյուսովի անվան պետհամալսարանի ֆիզիկական կուլտուրայի ու քաղաքապաշտպանության ամբիոնի վարիչ Էրնեստ Ավանեսովը մեկն է այն դասախոսներից, որոնք ուս տարվա այս ավարտական փուլում իմացել են, որ ազատվում են աշխատանքից, նոր ուսումնական տարում դասաժամ էլ չեն ունենա։ Փորձում են պարզապես այլախոհներից մարդիկ, ովքեր որ ունեն իրենց կարծիքը, ազատվել, ընդամենը։ Սա Ավանեսովի տպավորությունն է միայն, իսկ թե իրականում որն է պատճառը 6 տարվա ամբիոնի վարիչը չգիտի, չեն ասել։ Պայմանագիրը չեն ուզում շարունակեն առանց որևէ հիմնավորման, այն դեպքում երբ որ որևէ խնդիր բացարձակիմ հետ կապված, ոչ մեկ ոչ բարձրացնելա, ոչ էլ կա առհասարակ իրականում, որովհետև ես տեսա ինչ-որ պատասխան ինչ-որ մարդկանց գրում են կամ ասում են, որ անորակ մասնագետներ են եւ այդ շատ կուզե անվանական ասեն այդ ու մասին է խոսքը, որովհետև դա նաեւ վիրավորման, որում նաեւ մասնագետին։ Բրյուսովում նախորդ տարի հիշենք, այս նույն կրքերը դարձյալ եռում էին, բուհից դասախոսների զանգվածաբար հեռացրին։ Ավանեսովը հիշում է, գոնե իր ղեկավարած ամբիոնում 23 դասախոս կար, միայն 5-ին թողեցին, ինչ է կատարվում լեզվահասարակագիտականի պատերից այն կողմ։ Մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաև բուհի ռեկտորից Դավիթ Գյուրջինյանից, շղթեց, թե այլախոհներից փորձում է ազատվել։ Այդպիսի բան չկա, այլախոհի մասին խոսակցություն չկա։ Ասում եմ այն, ինչ ասում են ձեր համալսարանի դասախոսները։ Ասողների անունները տվեք, եկեք հարցազրույցի, հեռախոսով չեմ խոսում, կարող է դուք այդ վարդը չեք։ Բուհի ռեկտորի այս պնդումից հետո առաջարկեցինք հյուրընկալվել նրան տեղում զրուցել, ինչպես ինքն ասաց, սակայն երբ փորձեցինք ժամ հստակեցնել, ասաց, թե հարմար չէ։ Այնուամենայնիվ պարզեցինք նաև, որ Բրյուսովում տեղի ունեցողի մասին արդեն մյուս բուհերում էլ գիտեն։ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկանը տեղեկացրեց, որ որոշ դասախոսներ նույնիսկ իրենց ասպիրանտներին են արդեն փորձում տեղափոխել։ Ընդհանուր առմամբ սա ընդհանուր միտումի մեջ է տեղավորվում, որովհետև վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի բուհերում պրոֆեսորադասախոսական անձնակազմի թվաքանակը նվազել է ավելի քան 20%-ով։ Եվ սա գործընթաց է, որը շարունակվում է անընդհատ։ Իդեպ Բրյուսովի մի շարք դասախոսներ էլ ժամին տեղեկացրին, թե բուհում նաև ձևավորված էթիկայի հանձնաժողով կա, որը քննում է իրենց վարքը։ Սակայն իրավաբանի ներկայությունը նիստերին թույլ չեն տալիս։ Դասախոսները պնդում են, այստեղ անպաշտպան են մնացել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Հինը կարող է լինել նաև ժամանակակից, կենդանի ու հուզիչ, ինչպես ժամանակին, եթե հայացքով ետնայենք անցյալին, գնահատենք մերն ու ազգայինը։ Թեև այսօր հայկական ազգային երաժշտական գործիքների պահանջարկը այնքան էլ մեծ չէ, սակայն կան մարդիկ, ովքեր գնահատում են, նվագում քամանչա եւ երիտասարդ սերնդին փոխանցում են սերը դեպի այդ գործիքը։ 6 քամանչահար մեկ բեմում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի սաներն են կենդանություն տալիս գործիքին։ Քամանչայի քաղցր մեղեդին է թևածում դահլիճով մեկ ու դիպչում հանդիսատեսի սրտին։ 6 քամանչահար է մեկ բեմում։ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաներն են կենդանություն տալիս գործիքին։ Նոր սերնդի ձեռքին դարերի պատմություն ունեցող քամանչան միանգամայն այլ շունչ է ստանում։ Նվագում եմ 10 տարեկանից, առաջին անգամ գործիքի մասին իմացել եմ դպրոցում դասավանդող ազգային երգեվ-պար առարկայից։ Մեծ հետաքրքրություն առաջացավ սովորելու եւ 10 տարեկանից, ինչպես արդեն ասացի, գնացի երաժշտական դպրոց եւ սովորեցի։ Քամանչահարները այդքան էլ շատ չեն ու գործիքը պահպանելու նպատակով ես էլ որոշեցի շարունակեմ եւ պրոպագանդեմ այս գործիքը։ Աշխարհումը սաղ չիմ քաշի, Սայաթ Նովայով են սկսում իրենց մենահամերգը։ Քամանչայի հանդեպ ունեցած սերն ու նվիրումը տարիներ շարունակ իր սաներին փոխանցող Արշակ Իսախանյանը համոզված է։ Ազգային գործիքները ոչ միայն մեր մշակույթի հարստությունն են, այլև ապագայի կապը արմատների հետ։ Ուստի ժամանակի մարտահրավերն է քամանչահարների մեծ բանակ պատրաստել ազգային գործիքները ըստ փրկելու համար։ Իմ նպատակն է, որ մենք ժողովրդին ցույց տանք, որ այս նվագարանը իրոք մեր է եղել, մերն էլ կա ու կմնա։ Շատ լավ վարպետներ ենք ունեցել, որ ասենք աշխարհում համարվել են վիրտուոզ քամանչահարներ եւ հասել է այսօր այդ նվագարանը մեզ, ես էլ ուզում եմ, որ շարունակական լինի, զարգացնենք այս ճյուղը նամանավանդ մեր հեռավոր մարզերում։ Քոլեջի փոխտնօրենն էլ ընդգծում է, միջոցառման նպատակն է արտնացնել սերը դեպի ազգայինը, ցույց տալ, որ այն կարող է լինել ժամանակակից, հուզիչ ու կենդանի։ Ամենակարևորը, որ մեր ազգային գործիքները չեն մոռացվում, պահպանվում են եւ այս լավ ավանդույթը շարունակական բնույթ է կրում։ Կորչում են ժամանակն ու տարածությունը, երբ խոսում է գործիքը։ Այն լոկ հնչյուններ չի ներկայացնում, այլ պատմում է քո ինքնության պատմությունը։ Առավելապես ուրախանում եմ այն փաստով, որ քամանչաները գնալով շատանում են, որովհետև վերջին տարիներին շատ էր նվազել։ Այսպիսի միջոցառումները միանգամայն խթանում են ազգային նվագարանների զարգացման կարևոր գործին։ Սա դեռ միայն սկիզբն է։ Քոլեջի ստեղծագործական անձնակազմը վստահեցնում է, առաջիկայում նոր ու ազդեցիկ անակնկալներ են սպասվում։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Ամառային սեզոնին ընթառաջ հունիսի 13-ից սկսում է Երևան-Սևան շորժա սեզոնային էլեկտրագնացքի երթևեկությունը։ Գնացքը գործելու է շաբաթական 3 օր՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի։ Երևանից մեկնում է ժամը 8:30-ին, շորժա է հասնում 11:40-ին, վերադարձը 17-ին է։ Օրվա այլ կարևորը մեկ տեսաշարում։ Քաղաքային իշխանությունը գտել է ձևը ինչպես ֆիքսել, թե ուղևորներից ով չի վճարում տրանսպորտի ուղևարձը։ Տեխնիկական հնարավորություն կա դա արձանագրելու։ Ուղևորների մոտ 80%-ը ըստ քաղաքապետի բարեխիղճ վճարում է, բայց կան նաև մարդիկ, որոնց չի հետաքրքրում, որ առանց նորմալ վճարման տրանսպորտը նորմալ չի աշխատի։ Ավենյանը ընդունել է, թեև տրանսպորտում վալիդատորների խափանումներ լինում են, բայց քիչ դեպքերում։ Երևանի հին շենքերի սեփականատերերին կպարտավորեցնեն պահել դրանց պատշաճ տեսքը։ Այս դրույթը նախատեսված է տեղական ինքնակառավարման մասին օրենքի նոր խմբագրությամբ, որն այժմ քննարկվում է կառավարությունում եւ շուտով կներկայացվի խորհրդարան։ Կարգելվի վերակառուցել այդ շենքերը կամ ինքնական փոխել դրանց ճակատային հատվածը։ 2024-ին մթերվել է 67,400 տոննա պտուղ բանջարեղեն եւ 165,000 տոննա խաղող, հայտնում է էկոնոմիկայի փոխնախարարը։ Գյուղատնտեսական մթերումների հումքի ծրագրով հաստատվել է 214 հայտ, շուրջ 16,9 միլիարդ դրամի ընդհանուր ծավալով, որի արդյունքում կնքվել է 8037 բերքի գնման պայմանագիր եւ տրամադրվել 3,27 միլիարդ դրամի սուբսիդիա։ Խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու նպատակով նաեւ 4
ընկերության տրամադրվել է շուրջ 3.1 միլիարդ դրամի բյուջետային երաշխիք։ Հունիսի 13-ից սկսում է Երևան-Սևան շորժա սեզոնային էլեկտրագնացքի երթևեկությունը։ Գնացքը գործելու է շաբաթական 3 օր՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի։ Երևանից մեկնելու է ժամը 08:30-ին, շորժա է հասնելու 11:43-ին, վերադարձը 17:00-ին։ Բարձրացել են մշակութային ոլորտի հաստատությունների, երաժշտական դպրոցների, մշակութային կենտրոնների, սպորտ դպրոցների բոլոր աշխատակիցների աշխատավարձները։ Երևանի քաղաքապետն է տեղեկացրել։ Նախորդ տարի այս ոլորտում Երևանի քաղաքապետարանը ծախսել է 17.4 միլիարդ դրամ։ Անդրադառնալով մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելուն, Ավինյանը նշել է, որ դա արվում է երեխաների նկատմամբ հնարավոր բռնության դեպքերը կանխարգելելու եւ իսպառ բացառելու համար։ Գրականության եւ արվեստի թանգարանում տեղի է ունեցել Մարտիրոս Սարյան ծանոթ եւ անծանոթ դեմքեր ժամանակավոր ցուցադրության բացումը, նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին։ Ցուցադրությունն ներկայացնում է նկարչի թանգարանում պահվող ամբողջական հավաքածուն, կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ եւ վավերագրեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվում։ Հավաքածուի գեղարվեստական մասն ընդգրկում է հայ գրողների, մշակույթի գործիչների, ծանոթ եւ անծանոթ շուրջ 30 դիմանկար։ Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 10-ը։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Եվ եղանակային վերջին կանխատեսումները, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում հինգշաբթին կանցնի փոփոխական երկնքով։ Սպասվում են տեղումներ առավելապես հյուսիսային գոտիներում։ Ջերմաստիճանը կբարձրանա եւս 2 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 24 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 30-ից 34, Լոռիում 22-ից 26, Տավուշում 27-ից 30 աստիճան, Արարատում Արմավիրում կդիտվի 32-ից 34, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 33-ից 36, Սյունիքի նախալեռներում 24-ից 28 աստիճան, Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ, այս գիշեր 16-ից 18, ցերեկը 30-ից 32, երեկոյան 24-ից 26 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։